Բենզինը կամ տվյալ հետը այրվելիս ինչքան ջերմաշան անջատի մոտավորապես։ Քանի աստիճան։ Դերականության տվյալները կոնկրետ չեմ իջնի, դերականությունից կարող եք դուք նայել։ Ես շատ բան կարող նայել եմ, ես դա եմ ասում որպես մասնագետ։ Ու այդ պայմաններում այդ էրիկատներ լավ, այդ տվյալ էրիկատի կառավարներ քան ես չեմ կարող ծառայել։ Դες դեֆորմացման համար բարձրելու համար այդ պետք է կոնկրետ ջերմաշնային պայմանները իմանալ եւ կոնկրետ այդ էրիկաթերենի, ասենց ասած, կառուցվածքների իրենց բաղադրությունը ինչ է իրենց ներկայացնում։ Ժամանակից խնդիր մենք չենք ունեցել։ Խնդրել մի միջոցում է, արգելից մինորած է, ես մարդը փորձագետը իր մեր շրջանակներում մեր պատկերացման մեր կարող եք ձեզ անհանգստացնող հարցեր, ինքը պետք է պատասխանել ես իմ հարևանի հետ կարող զրուցել մոտավոր երկարացում կազմել, բայց նա մասնագետ է, այդ հարցերը իրան ուղղում են մասնագետ ինֆորմացիա։ Դրամար եմ ասում, նա պատասխանում է։ Ջորասման նման խնդիր չեք ունեցել, սա արդեն խնդիր է, որ այդ ամեն Տվյալ կոնկրետ դեպքում ոչ։ Որովհետև մենակ հետազոտությունը կատարումը սենց ասեմ, ոչ թե ջերմաշյանի խնդիր լուծելու համար, ասենք ձեր կողմից միջած։ Ասենք ինչ ջերմաշյան տարածանել, այս խնդիրը դրված էր որոշել դեր օջախը, նրա տարածման ուղիները պատճառ։ Լավ, ըստ ոնց է տարածման ոնց է եղել։ Եթե տեղ այրված, մենակ տեղ այրվածը մեխանիզմի ընդհանրապես հետևանք է։ Մեխանիզմը միջանցիկ այրուկների առաջացման մեխանիզմը նկարագրեցի նկարագրեցի, ես իմ հարցը հետևյալն է, կրակը կամ պետք է արտաքինից գնա, եթե այստեղ վառվել է, այնտեղ չի վառվել, այնտեղ է վառվել։ Ինչ-որ պետք է հասածը նույնը չէ, կամ տակից։ Եթե պոլի մի քանի տախտակ հանում ենք, տեսնում եք, այդ տախտակների տակ մաքուր այրված չի։ Ստեղից ընդեր ոնց է հասել։ Կամ էլ պետք է ես ստեղ լցնեմ մի բան վառեմ, գնամ ընդեղ լցնեմ, որ ստեղ վառվի, արանքը մնա, այնտեղ վառվի, արանքը մնա, ճիշտ է։ Ես ճիշտ եմ, ասում լոգիկան ճիշտ է, այդ ամենը չի։ Եթե ինչ-որ մեկը չի եկի հատուկ լցրել այդ տրավատների վրա, որ վառի։ Ոնց է եղել, որ կրակը ստեղ վառել է, արանքը չի վառել, տակով չի գնացել, վերևով չի գնացել, ընդեղ է վառել, թռնելու հատկություն ունի կրակը, ստեղ վառեց, ասել կային թռնեմ մի հատ էլ այն երախու կրավատի տակը վառել։ Թռնելու հատկություն չունի, բայց տարածվում մեխանիզմներ կա։ Հա ոնց է տարածվում, բացատրեք մեխանիզմը, ես հասկանամ, փաստը կա, նկարով որ սենց է, մենք փաստը դնում ենք ձեր առաջ որ սենց է։ Հիմա որպես մասնագետ ինձ բացատրեք, ոնց է տարածվել մեխանիզմը ո՞րն է, բացատրեք, ես իմ մոտ, ես հեսա երրորդ տարի գրարանա դեպք եղել է, առաջ օրից գնացել եք, ես հարցականները մեր մոտ կա, ես հարցեր առաջացել ու պատասխան չկա, այսպես հերթական գալի գնում է պատասխան չկա, մեխանիզմը բացատրեք, ես հասկանում, այդ հարցականները իմ մոտից դուրս գան։ Բավ, մեկ անգամ ևս է լավ, նորմալ, փորձագետ, պարզաբան։ Հետի հապակի տակը, եթե կանդել եք տեսում։ Եվ ջերմային ազդեցության տակ հերիքա այդ տախտակից վրա մի թեթև այրուտ առաջանա, այրուտ ասած է, իմ նկատի ունեմ ծակ, ժողովրդական լեզվով ասած։ Ու քանի որ, սենց ասեմ, հատակը հերմետիկ փակված չի, այդ ծակ առաջանալու դեպքում իրա մոտ միջանցիկ քամի առաջանում, սկվազնակ, կոպիտ Այդ սկվազնակի տակ ջերմությունը արդեն մուտք է գործում, ջերմության հետ որինք ենք ակտիվացնում է այդ հանդերների այլ միջանցիկ այրուկների առաջացումը։ Իսկ կոնկրետ թե ինչի է ասենք այդտեղ առաջացել, այնտեղ առաջացել, բայց այնտեղ չի առաջացել։ Ես նորից բացատրեցի, որ դա կարող է պատճառ լինի, որ այդ ժամանակ այդ հատակի այդ մակերեսները փակված են եղել, կամ ածխացած զանգվածով, առաստաղի, կամ շուրեկած անգողիններով, կամ այլ իրերով։ Առաստաղից փակել է, հատակը փակվել է, այդ երեխեք մենակ տղեկեցինորների վրա չի փակվել, հա։ Առանց բացառության ողջացած վիճակը։ Չեմ կարող ասեմ, որովհետև ես չեմ տեսել։
երեխեքին։ Չի հետաքրքրել, ասենք թե Ոչ թե չի հետաքրքրել, այլ կոնկրետ ինչ վիճակում են հայտնաբերվել եւ ասենք նրանց հետ կապված հանգամանքները պետք է պարզաբանվել դատաբժշկական փորձարկումությամբ։